Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Նինոց Մինդայում անցկացվեց նկարների ցուցահանդես։ 3 մայիսի 26-ին մեր երկիրը նշում էր իր անկախացման 107-րդ տարին։ Օրվա խորհրդին ամենուր կազմակերպվեցին համերգային տոնական միջոցառումներ։ Անմասն չմնաց նաև Նինոց Մինդայի շրջանը։ Օրերս Նինոց Մինդայի կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նկարիչներ Համլետ Արոյանի, Վանիկ Թևանյանի նկարչական խմբակների սաների ստեղծագործությունները։ Բոլոր ստեղծագործություններն իրենց յուրահատուկ տեսքով գրավում էին բոլորի ուշադրությունը։ Միջոցառմանը ներկա էին Նինոց Մինդայի մունիցիպալիտետի ավականու նախագահ Վահան Արոյանը, ավականու և քաղաքապետարանի աշխատակիցները։ 26 мая Грузия отмечает самый важный праздник, государственный праздник, День независимости Грузии. И наше сегодняшнее мероприятие посвящено данному празднику. Участниками нашей выставки являются ученики из разных школ и разных классов Минусминского муниципалитета со своими педагогами. Участвуют 20 учеников, которые представили очень много работ, посвященных сегодняшнему мероприятию Дню независимости Грузии. В знак благодарности, как приятное событие к сегодняшнему мероприятию, ученики получили подарки от имени мэрии Минусминского муниципалитета. Исходя из всего вышесказанного, мы хотим поздравить всех граждан Грузии с наступающим 26 мая, Днем независимости Грузии, с наступающим праздником. И пожелать всем мирного неба над головой, успехов в работе, исполнения всех желаний и всего самого наилучшего. 10 աշակերտից 70 աշխատանք ունեմ, այստեղ ներկայացված, որոնք համարում են այսօրվա ամսի 26-ի համար որպես թեմատիկա։ Անկախության օրվա համար բոլոր ինչքան աշխատանք ունեցել, հեղինակները աչքի առաջ են, բոլորն են թեմատիկա ներկայացված են։ Այդքան աշխատանքներ կան այստեղ, որոնց տարբեր ծավի, տարբեր գույնի, տարբեր բովանդակության, բայց իմ մոտ միայն թեմատիկան է այսօր։ Իսկ բոլոր նայեցին, որովհետև ժողովրդական պատկերացեք տոն է, տոնեն մարդիկ պետք է ինչ անեն։ Մասնակցեն, պարեն, երկեն, օրինակ իմ մոտ այդպես է, խաղաղությունը կա, երեխեքի ուրախությունը կա, ամեն ինչով։ Մնացածները իրենց մտածելա կերմ երեխեքի։ Ես օրինակ շատ գոհ եմ։ Աշխատանքները, որոնք ներկայացված էին սաների կողմից, յուրահատուկ տեսք էին հաղորդել շուրջ բոլորը։ Մթնոլորտը վերածվել էր վառ գույներով զարդարված մի անկյան։ Այստեղ կարելի էր հիանալ մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներով։ Այսօրվա մեր ցուցահանդեսը նվիրված է Վրաստանի անկախությանը, որը կազմակերպել է մեր Նինոց Մինդայի քաղաքապետարանը, ինչի համար շատ շնորհակալ ենք, որ երեխաների համար մեծ ոգևորությամբ գալիս են այստեղ, ցուցադրում են իրենց նկարները, շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Նաև երեխաների համար սա մոտիվացիա է, ուսումնական, որ նրանք ցուցադրվում են նկարելուց հետո։ Տարբեր գյուղերից են աշակերտները, 10 աշակերտների աշխատանքներ են, կարծում եմ ամեն ինչ ստացվել է։ Այսօրվա ցուցահանդեսը վերաբերում է ինչպես նաև Վրաստանին, այնպես էլ Հայաստանին, այսպես ասած, ներկայացրել եմ մի քանի նկարներ, հիմնականում ներկայացրել եմ հայկականը եւ ունեմ մեկ Վրաստանին վերաբերվող նկար, նկարել եմ աղթամարը, որը հայկական է, ընթերցելով հայկական աղթամարի բանվածքը նկարել եմ, ունեմ հայկական եկեղեցիները, նկարել եմ ծաղկեփունջ, նկարել եմ Վրաստանին վերաբերվող երկու մարդկանց, ովքեր կին եւ տղա են, ով բռնել են իրենց ձեռքում Վրաստանի դրոշը որպես խորհրդանիշ, նաեւ նկարել եմ նուրը եւ պարուհին, լինելով պարուհի ներկայացրել եմ պարուհուն։ Մեր սիրելի երեխաները իրանք ուսուցիչների հետ միաձև, որոնք որ ներկայացրել են մեզ այս գեղեցիկ ցուցահանդեսը, որտեղ որ իրանք ներկայացրել են իրանք գեղեցիկ աշխատանքը նվիրվածությամբ եւ մեծ սիրով։ Եվ օգտվելով արիքից
այսօրվա միջոցառման վերջում ներյայի ներյայի կողմից մեր սիրելի երեխաների պարգևադրել նվերներով եւ շնորհակալություն հայտնել ուսուցիչներին եւ եւս մեկ անգամ մեր երեխաներին։ Ապրեք երեխաչափ շնորհակալ եմ ձեզանից։ Նուրբ ու ճաշակով մոտեցում յուրաքանչյուր աշխատանքին, ու բացի այդ, այն սերը, որ դրված էր նկարների մեջ, տեսանելի էր, ինչն էլ բարձր գնահատվեց ներկաների կողմից։ Բարև ձեզ, ես Սվետլանա Կոպելյանն եմ, Սաղամոյի հանրային դպրոցից, սովորում եմ Գանձայում, հաճախում եմ պարապմունքների նկարչության, արդեն 4 տարի է, շատ շնորհակալ ենք Ինգեր Թևանյանից, որ իր գիտելիքները լիարժեք փոխանցում է մեզ, մենք նկարում ենք տարբեր ոճի նկարներ, դիմանկար, գեղանկար եւ այլն։ Ներկայացրել եմ անկախության համար տոնի արդիվ։ Ես Պապիկյան Աստղիկն եմ Փոկագյուղից եւ մասնակցում եմ այսօր իմ նկարներով հանդերձ մայիսի 26-ին նվիրված հենց Վրաստանի անկախության նվիրված ցուցահանդեսին ուսուցիչս Վանիկ Թևանյանն է, ում շատ շնորհակալ եմ, քանի որ այսպիսի մեծ ցուցահանդեսներ է կազմակերպում եւ կարողանում ենք մենք մեր նկարներով հանդես գալ, հենց ցանկանում եմ արդից օգտվելով շնորհավորել ողջ վրացազգին մայիսի 26-ի կապակցությամբ, որը հենց Վրաստանի անկախացման օրն էր եւ այն կարելի ասել մեծ ձեռքբերում էր ոչ միայն վրաց ազգի համար, այլ նաեւ մեզ համար, քանի որ մենք նույնպես ապրում ենք այստեղ եւ ծավալում ենք մեր գործունեությունը հենց Վրաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն եմ հայտնում հենց Վանիկ Թևանյանին եւս մեկ անգամ նման լավ ցուցահանդես կազմակերպելու համար, ինչպես նաեւ ցանկանում եմ իմ նկարները ներկայացնել, հիմնականում աշխատում եմ կտավների վրա, ինչպես նաեւ ունեմ թղթերի վրա աշխատանքներ, սակայն հիմնական աշխատանքներս կտավների վրա են եւ ավելի շատ նախընտրում եմ պատկերել հիմնականում բնանկարները։ Գովելի եւ անգնահատելի է Համլետ Արոյանի եւ Վանիկ Թևանյանի ներդրումն այս գործում։ Նկարչական խմբակի սաները մեծ սիրով են լցված դեպի նկարչությունը եւ արվեստը։ Միջոցառման ավարտին մշակույթի, կրթության եւ հուշարձանների պահպանության բաժնի կողմից փոքրիկ նկարիչներն արժանացան հուշանվերների։